Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատյանն այսօր 2 ամսով կալանավորվեց։ Դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը, այս մասին տեղեկացրել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Ըստ նրա, Արշակ arczepiskopos-ին տեղափոխել են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Ուշագրավ է, որ Արշակ Սրբազանի կալանքի միջնորդության հարցը քննում է դատավոր Մասիս Մելքոնյանը, ով ամիսներ առաջ կալանավորել էր նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին, Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ Սրբազանին։ Նիստից առաջ փաստաբանները հայտնեցին, որ Արշակ Սրբազանը պատրաստ է միանալ կալանավորված մյուս բարձրաստիճան հոգևորականներին։ Սրբազանի փաստաբանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ arczepiskopos-ի դեմ ուղիղ ցուցմունք չկա։ Արշակ arczepiskopos Խաչատյանին մեղադրում են 2018-ին ամենայն հայոց կաթողիկոսի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով նրա պահյուսակում թմրամիջոց դնելու մեջ։ Խոսքը Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժման ակցիայի մասին է։ Փաստաբան Արսեն Բաբայանը անհեթեթ էր համարել 7 տարվա վաղեմության մեղադրանքը եւ պնդել, որ նրա դեմ ուղիղ ցուցմունք չկա։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատյանի եւ ազատազրկված մյուս եկեղեցականների ապօրինի հետապնդումները։ Խստորեն դատապարտում ենք դեկտեմբերի 4-ին մտածածին ու անհիմն մեղադրանքներով Արշակ Սրբազանի ձերբակալումը եւ նրա նկատմամբ դատարանի կողմից կիրառված կալանավորումը։ Սույն գործողությունն արտահայտություն է եկեղեցու նկատմամբ վերջին շրջանում սանձազերծված բռնաճնշումների եւ շարունակությունը հոգեվորականների նկատմամբ քաղաքական հետապնդման գործընթացի։ Կարդում ենք Մայրաթորի հայտարարությունում։ Նշվում է նաև, որ բարձրաստիճան հոգևորականներին շինծ ու մեղադրանքներով կալանավորելը իշխանության եկեղեցահալած քաղաքականության եւ եկեղեցականների դեմ ատելության խոսքի հերթական դրսևորումն է։ Մայրաթորը պահանջում է նաև վերականգնել նրանց խախտված իրավունքները։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ն էր Մարսելի Սրբոց թարգմանչած եկեղեցում հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության իշխանություններն ապօրինի քայլեր են իրականացնում բարձրաստիճան եկեղեցականության դեմ։ Հայրենիքում տիրող դժվար իրավիճակում խիստ մտահոգիչ է նաև իշխանությունների որդեգրած հակաեկեղեցական քաղաքականությունը, ապօրինի քայլեր եւ բռնաճնշումներ է սանձազերծել բարձրաստիճան եկեղեցականության դեմ։ Անազատության մեջ են գտնվում սրբազաններ, ազգային մեծ բարերար եւ այլ հայորդիներ։ Մեր ժողովրդի միասնության շնորհիվ լիահույս ենք, որ կհաղթահարենք այս դժվարությունները, կչեզոքացվեն չարամիտ ոտնձգությունները, ասել է վեհափառը։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը դեկտեմբերի 9-ին Գերմանիայում կընդունի Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության փոխխոսնակ Սեբաստիան Հիլեն։ Հաղորդվում է, որ կքննարկվեն երկկողմ տնտեսական համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ Նիկոլ Փաշինյանի այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հայտնի է նաև, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը 3 հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Գերմանիայի կառավարության խոսնակի փոխանցմամբ կանցլերը ողջունել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը։ Հաղորդվում է նաև, որ Մերցը Ալիևին հրավիրել է Գերմանիա, Ադրբեջանի նախագահն էլ ընդունել է հրավերը։ Էդգար Շաթիրյանը ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ։ Շաթիրյանը Սահմանադրական դատարանի փոխնախագահ է ընտրվել դեկտեմբերի 5-ին հրավիրված աշխատակարգային նիստում։ Էդգար Շաթիրյանը 45 տարեկան է, իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ։ Նա բարձր դատարանի դատավոր է ընտրվել 2020 թվականի սեպտեմբերի 15-ին այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը կորոնավիրուսային համավարակի ամենաթեժ փուլում ազգային ժողովում սահմանադրական փոփոխություններ նախաձեռնեցին, որպեսզի պաշտոնանկ անեն Սահմանադրական դատարանի այն ժամանակվա նախագահ Հրայր Թովմասյանի եւ 3 այլ դատավորների։ Մինչ այդ մոտ 2 տասնամյակի աշխատանքային գործունեության ընթացքում Շաթիրյանը եղել է մասնավորապես միջազգային զարգացման իրավունքի կազմակերպության ավագ փորձագետ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի փորձագետ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ, Սահմանադրական դատարանի խորհրդական։ Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման դեմ ներկայացված բողոքները վարույթ են ընդունվել։ Այս մասին հայտնում է Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։ Նա Facebook-յան էջում գրել է, որ իրենց ներկայացրած բողոքները վարույթ է ընդունել վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանը։ Դատարանը բողոքների քննությունն իրականացնելու է գրավոր ընթացակարգով, չնայած մենք միջնորդել էինք այն իրականացնել բանավոր կարգով։ Դատական ակտի կայացման օրը սահմանվել 2025 թվականի դեկտեմբերի 11-ը։ Ի դեպ գրավոր դիրքորոշումներ, բացատրություններ
ներկայացնելու օր է սահմանվել մինչև դեկտեմբերի 10 ներառյալ, նշել է Վարդևանյանը։ Հիշեցնենք, հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց հայ առաքելական եկեղեցուն, ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։ Նրան մեղադրանք առաջադրվեց քրեական օրենսգրքի 290 հարկերը տուրքերը կամ այլ վճարներ չվճարել, 296 փողերի լվացում, 422 իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը հոդվածներով։ Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել։ Մասնավորապես ավելացվել է քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը դեկտեմբերի 7-ին Գյումրու Սուրբ Հյոթ Վերք եկեղեցում կմասնակցի Սուրբ Եվանմահ պատարագի։ Այս մասին Փաշինյանը տեղեկացրել է իր Facebook-յան էջում հրապարակած կարճ տեսանյութում։ Կիրակի օրը դեկտեմբերի 7-ին Գյումրիի 7 Վերք եկեղեցիում կմասնակցեմ Սուրբ Եվանմահ պատարագի։ Երեկ Փաշինյանը հաստատել էր պատարագների գնում է պայմանով, որ այնտեղ վեհափառի անունը չհնչի, իսկ այդ հարցը կարգավորելու գործին կարող է խառնվել նաև ազգային անվտանգության ծառայությունը։ Շիրակի թեմում 24 քահանաներ են ծառայություն մատուցում, թե ով երկրաշարժի զոհերի հիշատակ օրը Փաշինյանի մասնակցությամբ կպատարագի, դեռևս հայտնի չէ։ 7 Վերք եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Գրիգորյանը լրագրողներին հայտնել է, որ դեռ պետք է քննարկումներ ունենան հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ պայմաններով է նա ցանկանում գալ ներկա լինել պատարագի։ Բոլորս տեսանք, իմացանք, որ շատ մարդկանց մոտեցել էին, հատկապես մի քանի հոգևորականների անուն շրջանառվեց, որ առաջարկել էին զեղչել վեհափառ Հայրապետի եւ նաեւ առաջնորդի անունը, բայց համաձայնություն չի եղել։ Շիրակի թեմում որևէ հոգևորական չի համաձայնել զեղչել վեհափառ Տիրոջ եւ առաջնորդի անունը, ասաց նա։ Հարցին ինչպես է հնարավոր, որտեղի քահանան զրկվի պատարագ մատուցելու հնարավորությունից եւ այլ հոգևորական գա ու պատարագ մատուցի, Տեր Հուսիկը պատասխանել է։ Տարբեր ժամանակներում եղել են եւ եպիսկոպոսներ, եւ քահանաներ, եւ վարդապետներ, որոնք ցանկություն են ունեցել ոչ իրենց թեմի տարածքում գտնվող եկեղեցում պատարագ մատուցել։ Այդ ժամանակ կարգը այսպես է, որ պիտի թեմի առաջնորդից թույլտվություն ստանան եւ նաեւ պատշաճ է, որ տեղի հոգևորականը տեղյակ լինի։ Հիմա այս պարագային ես կարող եմ ասել, որ մենք այստեղ Սուրբ Աստվածածին եկեղեցու մեջ 3 հոգևորականներով ենք, բայց որևէ մեկս տեղյակ չէինք, որ ինչ որ մեկը ցանկանում է գալ պատարագ մատուցել։ Նա հավելել է, որ այդ դեպքում թույլտվությունը պետք է լինի Միքայել Սրբազանից եւ եթե մարդ ցանկություն ունենա թույլտվություն ստանալու, դա հնարավոր է, որովհետեւ Միքայել Սրբազանի մոտ իրավաբանները կարող են մտնել, հարցնել ինչ որ տարբերակով կապ ստեղծել։ Այսօր դեկտեմբերի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում ժամը 02:30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 28-ամյա Արսեն Մ-ն իր վարած Nissan Tiida մագնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայում Seal Insurance-ի արևանությամբ բախվել է կայանված Ford Transit մագնիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինն էլ առաջ է ընթացել, բախվել կայանված BID էլեկտրոմոբիլին, վերջինն էլ բախվել է կայանված BMW-ին։ Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով փաստաթղթեր են կազմվում, պարզվում են կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։ Նիսանի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ, խմած եւ վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք։